Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ինչպես խոստացել է մեր շատ սիրելի Խաչիկ Մանուկյանն այսօր իմ հյուրը, մենք բավականին երկար ժամանակ չենք հանդիպել, ես ուղղակի ուրախ ու երջանիկ եմ, որ մեր ձեռքում եւ մեր սեղանին հայտնվում են եւ շարունակում են հայտնվել այսպիսի գրքեր ազգային հերոս Վաչագան Մանուկյանին նվիրված ամեն տարի, չգիտեմ, հոգուպարտ կասեմ, ինչ ասեմ, մեծ իրադարձություն է դառնում մեծ հաշվով իր ծննդյան օրը եւ այս տարին եւս առանձնացավ, որովհետեւ մի հրաշալի գոթող քանդակ ես ճիշտ ասած դեռ չեմ հասցրել տեսնել, առաջիկայում անպայման պիտի տեսնեմ, այնքան կենթանի է, Փշաքաղվել ու Աշճան կենթանի է, ինչ գիրք է, հենց նորից նվիրեցա Խաչիկ Մանուկյանը, հույսով որ հիմա մեկ-երկու խոսքով ներկայացնեք ինչ է իրենից ներկայացնում։ Սիրով կներկայացնեմ, գիրքը մի տարի է ինչ կազմվում է, ինչու մի տարի, որովհետև եղած հրապարակումները պիտի հավաքեի, այստեղ ոչ թե իմ աշխատանքն է, այսինքն ստեղծագործական, այլ Վաչագանին նվիրված հրապարակումներ են, ի ուրախություն ինձ գիրքը բացվում է մեր շատ սիրելի Վաչագանի խոսքն է այստեղ եւ բացվում է Բագրատ Սրբազանի եւ օրհնությամբ եւ իր գնահատանքներով Վաչագանի վերաբերող եւ հետո գալիս է մեր հայտնի գեներալները այստեղ Նորատեր Գրիգորյանցն է, որը նաեւ մեր բանակը հիմնադրողներից մեկն էր, հաղթանակի հիմք դնողներից մեկն էր, ով ճանաչելով, գնահատելով, ուրեմն ծանոթանալով Վաչագանի սխրանքներին, նաեւ իր խոսքն է հղել, գնահատանքներն է հղել, այստեղ նաև մյուս գեներալներն են, հետո գալիս են նաև արվեստի գործիչներ, մարտական ընկերներ, շատ հետաքրքիր է իր մարտական ընկերոջ խոսքը, ես ապշել էի, երբ կարդացի, գիտեք, երբ մարտական ընկերը իր կողքը կրված տղան է միանգամից ասում Տիգրանը, ասում է գիտես, երբ զրուցում էր հետս եւ հետո իր շարադրանքը պիտի տարի, ինձ ասաց խիզախություն, քաջություն, մեծ հայտնի բառեր են, չէ՞, որոնք բնութագրում են քաջություն, Վաչագանին դրանք շատ քիչ են բնութագրելու համար, ասես նոր բառեր են պետք։ Ես ապշել էի, որ մարդ, որ հերոյ է, ասենք, բանասիրությունից, կարողանում է այդ բառերը ասելով, հնչեցնելով ասել, որ դրանք շատ քիչ են բնութագրելու համար եւ շատ դա իրեն կորցնելուց հետո կամ տարիներ է անցել, բայց ինձ մոտ տպավորություն է, որ անverջ եւ դուք եք իրան նորովի ճանաչում։ Դե այո, ես հիմա անգամ շատ շերտեր կան, որ շատ հետաքրքիր է, ասենք Գագիկ Գինոսյանը իր խոսքը հնչեցրել է հուշակարի Խաչքարի բացմանը, ես հետո երբ խոսքը նայում էի, ասում ես կողքն եմ եղել, բայց ոնց այդ խորությունը չեմ զգացել խոսքի, հետո հասկանում էի, որ ես անընդհատ, չգիտեմ, եթերում էի, ուր էի, վերացած էի կամ այդ Խաչքարի մեջ էի, Վաչագանի հետ էի, եւ հիմա էլի շատ նյութեր այդպես որ նայում եմ, գնահատում եմ ինձ իհարկե ուրախացնում է այն փաստը, որ Վաչագանի սխրանքը ընկալելի եւ գնահատելի է իսկական ազնվազարմ հայերի համար եւ նրանք ովքեր մորթապաշտներ են, այս պահականներ են, հասկանալի է, որ ոչ մի սխրանք իրենց չի հետարկրում, բայց նաեւ հերոսները նման հերոսները ոչ թե գնացել են ընտրովի ասել են, գիտեք, մենք այս կուսակցության համար ենք, ոչ, ամբողջ ժողովրդի համար, երբ ազգ ասում ենք, ջեպկիրից մինչև ակադեմիկ ներառում է այդ ազգը եւ ցավ մեզ այո, ջեպկիրի համար էլ են կյանք տվել, մենակ ակադեմիկների կամ այդ հաղթանակը գնահատողների համար չի այդ ամեն ինչը արվել, բայց ես ուզում եմ, որ ամեն մեկը իր տեղում լինի, ես չեմ ուզում այն կուսակցությունը, որը եկել է եւ իմ արժեքներն է ջնջում, հերոսապատման էջերն է փորձում վերացնել, այսօր իշխող դառնա իմ երկրում, թեպետ գիտեք, այսպեսի մի բան ասեմ, սրանք չգիտես էլ ով են, եթե մեր թշնամի երկրի բառը ճիշտ եմ հնչեցնում, թշնամի երկրի նախկին արտգործնախարարը ասում է, այսօր գնացել էր ինչ-որ լեռներ էր մագլցում, ասում արեք դու մեզնից հարցրել ես թույլ տվություն, որ եկել ես Զանգեզուրի լեռներն ես բարձրանում, ծաղրը նայեք, եւ որևէ պատասխան չկա, Ջայլամի պես գլուխները խրել են, ինչու, որովհետեւ մտածում են, եթե պատասխան տան, եթե երերան եւ լափամանից զրկվեն, բայց նրանց ով է պահելու, էլ չեմ ասում, միանգամից դատու դատաստանն են սկսվելու, հիշեք ինչեր էր կատարվում, մի հատ ջուր շփելու համար մարդկանց դատում էին, չգիտեմ ինչեր էին անում, ես այդ ամեն ինչը հիշում եմ կամ որևէ մի խոսք, որի մեջ չգիտես ինչի որոնում գտնում էին, որ տեսեք, այստեղ խուլիգանական արարք է դառնում այս խոսքը, բայց հայտարարում է, ասում է քարով տալու եմ վեհապարի գլուխը ջարդեմ,
Միջև հիմա այս ֆրֆռում է։ Եվ սրա արդյունքն է։ Ցածկացնելու եմ, կաշիներդ քերելու եմ։ Հարգելի Անժելա, այդ քարը տակվեց կառավարության գլխին, քանի դա չի պատժվել, ամեն օր տալիս է կառավարության գլխին են կնիգալուն չէ Ուրսուլա որ եկել ասում էր դեմոկրատական արժեքները բարձր հիմքերի վրա այ քո գլխին է տալիս այդ քարը նա որ եկել է դեմոկրատական արժեքները ջարդում է այդ քարով այդ մարտը որ ինչ որ չինովնիկի քերիա մորինովա ով ուզում է լինի եթե եկել է իմ երկրում նման եւ դրա համար են փողոցները կրակոցներով լցված եւ դրա այդ անպատժելիության մթնոլորտը գնալով ահա գնանում է իսկ սրանք ով են որ այս խամաճիկները ընկերներիցս մեկը ես սիրում եմ փաստերով եւ այդ եղած երևույթները գնահատողներով խոսել ասել եկավ ասում գիտես սա մի քիչ այսպես երերացող էր շատ խիստ գնահատական տվողներից չի եւ անդադ հույս ուներ որ մի լավ բան կլինի թեպետ արդեն հասկացել է որ անկման է գնում բայց ասես գիտես այս թքող լակոտին քո ասած որ հանեց ինձ թվում է ինքնամաքրման process-ի է գնում իրան բերեցի տղամարդիկ ֆիլմից օրինակ ասի հիշում ես երբ սխալմամբ Ֆրունզի հերոսը մտել էր ու այլ բնակարան որտեղ լիք աղջիկներ էին եւ Կարինեին պիտի այդտեղ Կարինեի ձեռքը խնդրել եւ մայրը սկսեց արտասվել հայրը ասաց ինչու ես արտասում չէ որ մեզ հետ մնում են Օֆելյան, Մեդեյան, Սյուզին, Ռոզին, այնտեղ Սիլվարդը, Ալվարդը եւ հայ աղջիկների անուններ է թվում։ Հիմա ես էլ իրեն ասի թքող լակոտը գնաց, բայց իրենց հետ է համբալ հոր համբալ թուլեն, իրենց հետ է հայոց սահմանները պատժաբար համարող գետնակարճ թալասները, իրենց հետ են բոլոր են մարդիկ, ովքեր եկել են հայոց արժեհամակարգը ջնջելու, նա ով ասում է կառավարության անդամը, ես ազգային իղձ ու երազանք չունեմ, այդ բոլորը իր հետ են։ Այսինքն ինքնամաքրման դա գրել անհնար է, դա այդպես չէ, դա ինչ-որ ներքին երևի խնդիրներ կար և որոշեցին այդպես ուրեմն վարվել դրա հետ և կարծում եմ դա պիտի ավելի շատ նեղ անձնական կամ իշխանական աթոռներ չկիսելու հանգամանքով պայմանավորված լիներ, որովհետև ի վերջո սրանք բոլորն են հասկացել, իրենց արածը միայն այդ թալանա ունենա, իրենք ոչ նվիրում ունեն, ոչ զողությունների կգնան, չեն գնալու, իրենց համար երկիրն արժեքը չէ, որոնց համար ոչ թե կյանք, օր զոհեն, ժամանակ զոհեն, գնան զբաղվեն եւ պատահական չի որ զբաղված են իրենք այդ նույն չինովնիկները իրենց լակոտներին բանակից ազատելով եւ ծաղրական խոսքեր հնչեցնելով մյուս բոլորի հանդեպ սա իրականությունն է այսինքն մենք տեսնում ենք որ շարունակվում է անկումային ընթացքը որտեղ պարտության սիմվոլները չեն կարող հաղթականություն բերել, չեն կարող մոտենալ Վաչագանին, մյուս հերոսներին եւ իրենց ձեռ չի տալիս, որ մոտենան փշրվելու են նրանց ոտքերի տակ, իրենց հոգու ոտքերի տակ, փշրվելու են մարդիկ, ովքեր պատրաստ են ազգը հայրենիք այդքան բարձր գնահատել եւ մարդիկ ովքեր եկել են